Ուրախացել եմ, ցավդ տանեմ, որ եկել եք։ Հա, ես էլ ուզում եմ, որ այս գյուղի բաները ձեզ հյուրասիրեմ։ Սարիցան օր եկել, աղջիկ սաղարգել, ցավդ տանեմ։ Երանի միշտ է կողլի, զբաղմունքը ինձ մահար, որ ես սեղան բացեմ, ձեզ հյուրասիրեմ, ցավդ տանեմ։ Ես շատ ուրախացել եմ, որ եկել եք։ Ես այս նկարահանումը չեմ սիրում, բայց դե որ եկել եք շատ ուրախացել եմ։ Մի հատ հյուրասիրվեք, մնացածը կշարունակենք, ցավդ տանեմ։ Գյուղական բոլոր ավանդապաշտ կանանց նման անհնար է ոսկեհատի տուն հյուր գնալ ու դատարկ սեղան տեսնել։ Դուռը դեռ չբացած կանչելու է եկեք հացը պատրաստ է, ու դա նշանակում է րոպեների ընթացքում ճոխ սեղան առանց խանութ գնալու, ինչպես մեր մոտ է քաղաքում։ Գյուղական օջախում սննդի երկար օրերի մշտական պաշար կա։ Փոքր գյուղերի փոքր խանութներում ապրանքների տեսականին մի 3 տասնյակից չի ավելանում, այն էլ կենցաղային ամենաանհրաժեշտ բաներ։ Դրա համար էլ ամեն ինչի պաշար կա տներում, ու դրա համար էլ հյուրը հայտնվելուն պես կնստի պատրաստ սեղանի շուրջ, որին դրվում է այն ամենը, ինչը խանութում դժվար թե գտնես։ Սարից նոր եկած դեռ գոլ արաժան, քամած մածուն, թթու, թելպանիր, մի խոսքով էլի ու էլի շատ գյուղական բարիքներ, որ ինչպես արդեն իմացաք, ոսկեհատի շնորհաշատ աղջիկն է մոր համար Սարից ուղարկել, ու ինչպես ինքն է ասում, մենք էլ ճիշտ ժամանակին վրա հասանք։ Բայց որպիսի սեղանն ամբողջանա, ոսկեհատը պիտի մառան իջնի, որ այն գունավորի։ Գյուղում ասում են, ոսկեհատի մառանը, որ բացվում է, բոլորը զարմացած են մնում ոչ միայն լիությունից, այլև բացառիկ կոկիկությունից, անգամ ամռան կեսին, երբ նախորդ աշնան լիուլի ամենատարբեր փակոցներից ու տոպրակներից առաջացող մակընթացությանը պիտի որ փոխարիներ դատարկվող դարակաշարերի տեղատվությունը։ Վայ, ուրա թե պլպլան Ազիջան, ես այդ ձևի եմ, ասում ես բաղչեն ոնց է ակուրատնի, ես ուզում եմ, որ ամեն ինչը ակուրատնելի, ճիշտ է 70 տարեկան եմ, բայց չեմ ուզում, որ մի բանը թերիլի, չեմ հասցնում լրիվ անեմ, բայց դե հա, այդ ձևի է։ Իսկ ինչու ես այս պլպլի կանես, որ Ասիս, ես եթե պետքն էլ վառելիս էլա, չէ, որ պետքի վրել եմ դնում, որ մրոտվում է, ես պետքա զվանալիս լրիվ դե մաքրեմ ու նոր տեղավորեմ, չեմ կարալ նհե։ Պտի կոկիկ լի, պտի ամեն ինչը մաքուր լի, պտի լավն լի, Ազիջան, ես իմ տեղ է։ Մինչև վերջի շունչս էլ ես այդ ձևի պետքա լինեմ։ Այո, մինչև վերջին շունչը ոսկեհատը պիտի մորից ժառանգած տեղ արդեն ժամանակի կնիքը կրող կաթսաները փայլեցրած պահի։ Թաղի նորահայտ հարցները գնում գալիս դրանց փայլից են խոսում ու հարցնում. այ ոսկեհատ տատ, այդ ոնց ես անում։ Դե որովհետև նա թանկ ու կրակ քիմիական նյութերի հետ սեր չունի։ Փոխարենը սկեսուրից ավանդած մաքրության դասերին է նախապատվություն տալիս, մոխրին ու իր հզոր ձեռքերին։ Արդյունքը ակնհայտ է։ Հետո, ինչպես ասում են, հերթը հասնում է իր քունջուպուճախին։ Դատարկ բանկաներին մի նայեք, ընդամենը մի քանի ամսից դրանք էլի կլցվեն ու կգունավորվեն։ Էս էլ նոր եմ փագել, ճիշտ է, լավ չի կարմրել, բայց դե էս նոր եմ փագել, էս երկու բանկեն, ցավդ տան, լոբի էլ կադել եմ փագած, դե արդեն թազեն դուս ա գալի։ Ուղարկել եմ տղեզ Ռուսաստանա, մի երևի որ գա, անդով կբերի, ցավդ տանեմ։ Ձմեռ անեմ Սարի պես խի պարապլի, ամեն ինչը թող լի։ Մենք տհենց ենք սա, որ իմ ամուսինը այդ ձևի այլել, որ ամեն ինչը լի, ու հմետ պետքա լի։ Ենքան պանիր են հարգել երեխեքս, հեզ դելամ ունեմ, ամանավորած, աղջուր են բրնել, ես էլ կամպոտներն ա, ես էլ նախորոք ես կրիչկա են ձեթը, բանը նախորոք լրիվ առել եմ, տոմատա, հմի սեպար ապտենում եք Ազիջան, ես պետքա լրիվ աշունը, եթե գաք, լրիվ պետքա լիքնելի, մերն եմ կեզ, դելան բանկեն ու կեսնել քաղաքա, չի եկել։ Չէ, ոսկեհատի աչքը ծակ չի, պարզապես սիրում է ունենալ։ Հիմա կասեք մենակ կնիկ ես, ինչի՞տ է պետք, որ այդքան չարչարվում անում դնում ես։ Փառք Աստծո, 3 երեխաներ ունի, 3-ն էլ լավ են, ապահով ու երջանիկ։ Բայց տատը կասի, որ իր հարսնության տարիներից այս տանը միայն լիություն ու առատություն է տեսել։ Լուսահոգի ամուսինը, որին գյուղում Գիգոլ են ասել, մահանալուց առաջ ոսկեհատին պատգամել է։ Տունս լիքը կպահես, դուռս էլ բաց։ Հա, ճիշտ է, հիմա մեծ ու աղմկոտ տանից բան չի մնացել, երեխաները այս ու այն կողմ են գնացել, բայց ոսկեհատը մնացել է, որպես հավերժ պահապան 100-ամյա պատմություն ունեցող այս տան պատերին ու ավանդույթներին։
Թոշակը որ ստանում եմ 5 կիլով, ամեն թոշակիցը 5 կիլո առնում եմ, ցավը տանեմ, դե պատրաստեմ, որ արդեն փագելու վաղտ ասենք որ բանալը մրգին փողը տամ էլի ոչ թե պիսոկն էլ առնեմ, կրիչկեն էլ առնեմ, ձեթն էլ առնեմ, այդ ձևի բաները նախորոք առնում եմ, պատրաստում եմ, սիրում եմ, որ ուրիշներին էլ հյուրասիրեմ, իմ երեխաներն էլ բոլ տամ, որ ունենան, հա, ուզում եմ, որ իմ աշխատանքից բոլորն էլ օգտվեն, ցավը տանեմ։ Լամիդուն ինձ ասա տենամ ինչ կամպոտ ես ուզում, որ ես մալինա էլ կա, ցավը տանեմ, դրա, ես եմ ինչ եք սիրում դուք, սոկեր էլ կա, մալինա տանենք, ֆոն ունեմ, հա, սա է մալինան, ցավը այգունն է էլի։ Հա, իմ այգունն է, ցավը տանեմ։ Սեղանն արդեն պատրաստ է, հանդի ու գյուղի բարիքներով առած սեղանը բացված, իսկ ոսկեհատը իր մաքուր սրտով ու քաղցր խոսքով այն ավելի է գեղեցկացնում ու քաղցրացնում։ Սա սխտորի մեջն է, որ ես թթու եմ դրել, Ազիզ ջան, էս էլ սա է աղջիկ սաղարգել, հա, էս է սմետան է, ցավը տանեմ, էդ էլ վարունգ պամիդորն է դա, ես մեծ սրտով եմ դրել, ցավը տանեմ, իրոք սրտանց եմ ասում, որ իրոք մեծ սրտով եմ դրել, որ թողել եք ուրիշ բաներ էլ է սարքել, լավը կլեր էլ է։ Բալա է սմետան են, թարմն էլ սորվա է, գիտես, սորվա սմետանն է, թարմը, լամի հատ համը տեհեք, ազիզ մատոն էլ կա, կացի մատոն էլ բերեմ, ցավը տանեմ, ուրիշ ամանի մեջ չեմ ածել, սոր եմ տեղափոխել, ես է կամած մատոն է, ցավը տանեմ, լատես դեղին, կարակ սմետանով մատոնը լցնեք սմետանն էլ վրին ցավը տանեմ ու հյուրասիրվեք։ Տիկին Ոսկեհատ այն եզակի մարդկանցից է, որոնց ներկայությունը արդեն բավական է հասկանալու համար, թե ինչ է պարզ ու մաքուր երջանկությունը։ Նա չափազանց հյուրասեր աշխատասեր կին է, ոնց ասում են մի բուռ հողի իսկական պահապանը։ Ամեն փոքր բան, անգամ մեր անակնկալ այցելությունը կարող է դառնալ նրա համար ուրախության պատճառ, իսկ ամեն մի օրը շնորհակալության առիթ։ Օրինակ ինքը շնորհակալ է Աստծուն, որ ապրում է, որ այս բարիքներով իր տունը օրհնված է ու կարողանում է ամեն անձվոր դարձողի ընդունել, պատվել ու ճանապարհ գցել։ Ոչ մի քաղաքի քիմիայի հետ չես կարալ փոխանակես, սա տնական, սա ոնց ասեմ, թարմը, լավը, Ազիզ ջան, հա, սա քիմիա էլ քաղաքինը։ Այս ուտելիքներն է, որ 70 տարեկան եմ, դելան ոտից վրա եմ ես, հա, ցավը տանեմ։ Սարը գնալն է, մաքուրոթն է, այս ուտելիքներն է, թող բոլոր քաղաքի ապրողները մեր կյանքից ունենան ծհե, մեզ նման առողջ լինեն, չարչարվեն, որ իրանք էլ իրոք գյուղի հետ կապ ունենան ու վայելեն։ Ու հենց այս վայելքն է զլորված մակուտի տեսանելի ու անտեսանելի հազար ու մի թելերն են, որոնք պահում են Ոսկեհատին հենց այստեղ։ Մնացել է հակառակ որդու ու հարսի ամենօրյա խնդրանքներին։ Նրանք քաղաք են կանչում, խոստանում հանգիստ ու հարմարավետ կյանք, բայց Ոսկեհատի համար այս հնամյա տունն ու դատարկվող գյուղը պահելը սոսկ կեցություն չէ, այլ սուրբ առաքելություն։ Հա, գնում է ընդամենը ձմռան մի քանի ամիսը, բայց հենց գետինը կանաչին է տալիս, վերջ, էլ բռնել չի լինի Ոսկեհատին, ուղիղ գծով դեպի լորուտ։ Ասմա ինչ կա գյուղումը որ դուն տհե գյուղումն ես մնում, էլի չես գալի մեր մոտ։ Ես էլ իմ օջախն է, իմ տունն է, իմ ոնց ասեմ, չեմ կարալ։ Ինչքան ուզում է ռեմոնտ էլի, ինչքան ուզում է բանելի, բայց իմ տունն է, հա, պապին էլ մոտ եմ, հա, ինքը ասել է։ Ինչ ասել։ Ասել է ինչքան ուզում է բանելի, քաղաքը լավն է, իրանք լավ ապրել են, դու բանել ես, մեր տունը չթողած։ Ինքը շուտ է մահացել, Ազիզ, շատ դժվար է, մենակությունը շատ դժվար է, Ազիզ ջան, մենակ ապրելը։
Քանի անգամ է իր բախտից խռովել, որ իր սիրելի Գիգոլը թաղի ու գյուղի պարծանքը կյանքից շուտ հեռացավ։ Այդպես էլ մի բարձիչ ծերացան, հազիվ մի 20 տարի ապրեցին իրար հետ ասելն էլ նորից չափազանցություն է։ Այդ 20 տարվա կեսն էլ ինքը Սարում ապրեց, ամուսինը աշխատանքի պատճառով գյուղում։ Ոսկեհատը ասում է, հիմա է, որ սիրահարված է այս գյուղին ու բնությանը։ Ժամանակին, երբ հարևան Շամուտից նոր էր հարս եկել լորուտ, ամեն օր ամուսնուն համոզում էր, որ քաղաք գնան, երեխաների համար ապագա ստեղծեն։ Բայց խստաբարոս կեսրայրն ու ամուսինը նրա աղաչանքներին բանի տեղ չդրեցին։ Հա, առանձնացան ծնողներից, բայց հեռու գնալ չեղավ։ Ընդամենը մի քանի տուն այն կողմ, մի դար ապրած, մի տուն, որ հետո Ոսկեհատը իր ոսկե ձեռքերով պիտի շենացներ ու խելքի բերեր։ Ես որ ամուսնացել եմ, ընդի պատրոնիստանն եմ ելել։ Հետո ուզեին, որ իրանք բաժանեն, ասեն մեծը ինքն է, բաժանեն, կեցին տները վեկալան։ Գյուղում նել տուն չկար, սաղ զբաղված էր։ Ես էլ ասայի քաղաք գնանք, իրանք էլ միջոց չունեն, որ մենք քաղաք գնանք, վերջը այս տները սենց վեկալան, ցավդ տանեմ, այն ասենց այդ գյուղում մնացինք։ Ես էլ ուզեի, որ քաղաքից նման ակուրատնի, ամեն ձևի, հա, ասայի երեխեքս սովորեն, դե մենք սա գյուղում ենք ելել։ Ոչ մի երեխես էլ չկարացինք, ասենք աղջիկ երեխեք են մեր պապնել, այն հնական բան մարդկերանցի էր, խիստ։ Դե մնացին, այլ տարբերակ չկար, քան թևերը կշտելն ու գործի անցնելը։ Իսկ ինչ էր մնում անել Ոսկեհատին, եթե ոչ յայլաների ճանապարհը բռնել։ Ամուսինը Գիգոլը անտառապահ էր, աշխատանքի բերումով, ինչպես ասեցի, չէր կարող տարվա մեջ մի քանի ամիս Սարում մնալ։ Իսկ այ Ոսկեհատը ուզեր թե չուզեր պիտի բարձրանար Սար, որ տուն պահեր, տունը տուն դարձներ։ Լորուտի սարերն ու ալպիական արոտները դարձան ընտանիքի կայացման ու ամրապնդման միակ հույսն ու ճանապարհը։ Ու հենց այդ սարերն էլ իմ զրուցակցին տվեցին իր կյանքի ամենավառ ու երջանիկ հուշերը։ Ունեմ ընդի ամեն ինչը ցավդ տանեմ։ Սարի կյանքը մի ուրի Շազի ջան։ Ու Սարի հրեվանությունն էլ ավելի լավն այլել։ Հա, ծափուտի ծաղով, վարդևոր այլել նվակով, նվակայլել, ամեն ձևի, կամ դե չէ ես իմ ճամբար սարքեին երեխեքը ժողովրդին ուրախացնեն։ Մենք ընդով սեպտեմբերի դուսերին գեինք, իսկ մի ժողովուրդը արդեն երեխեքը, որ դասի են գնան բան, ստիպված են ելում, որ շուտ գան, որ երեխանցը ճանապարհեն սեպտեմբերի 1-ից, մենք սեպտեմբերի դուսերին գեինք, հոկտեմբերի մինչև 10-ը Սարամա մնենք։ Հա, ես ընդի Սարամն եմ, այն էլ է լավ, որ ծաղիկել եմ ցանել, կանաչել եմ ցանել, այն էլ է լավ, որ ասելա ոչ մի բան էլ կարտոլ, քիչ էլի, շատ չէ։ Կարտոլ էլ ցանեի, լոբի էլ ցանեի, բազուկ էլ ցանեի, կանաչքեր ցանեի, հա, ասել ոչ մի բանը չքաղես, չտանես գյուղ, ով որ ստի մնամա, չէ, թող օգտվեն, հրեվաննի ունեի էլի։ Դրա հետ ավլուկ քաղենք, 100 գալով դե ավլուկ են քաղել, բերել, բարեկամներին բաժանենք, հենց լեր, որ հրեվաններին լավություն անենք, ասենք Սարից ենք բերել, ուրցը քաղենք, Սարի օգուտն էլ Ազի ջան, ամեն ինչը շատ լավ է։ Մոթալ անենք, ցավդ տանեմ, մոթալը գիտես, ցավդ տանեմ, հա, ջիլը թոփ անենք, տենենք, որ արդեն մի մոթալ տիլիլ, արդեն անենք, այդ ձևի բերենք, ձմերը ծախենք, մեր կարոքին անենք։ Այդ ամենը հիմա արդեն անցած գնացած օրերի հեքիաթ է։ Հիմա լորուտը ոնց որ ասում են էլ առաջվա գայդի չի, ծերացել է, մաշվել, փոքրացել, մի տեսակ կուչ եկել։ Ջահելությունը այս կողմերին չի կպչում, թևերը բացում, քաղաքներ է թռչում։ Ծերերին թողնելով մի տեսակ բեդամաղ, այսինքն խռով ու անհույս։ Թաղերը դատարկվել, խռովել են ու անցյալի այդ մեծ աղմկոտ ուրախությունից Ոսկեհատի սրտում միայն տխուր միայնություն է մնացել։ Այն այս բան էր, որ մեր այս նստարան կար, պապն էլ որ անտառում աշխատեր, մեծ քոթվկ էր բերել ծառերի, ըտի դրած էր, որպես սեղան։ Այնը հավաքվեինք այս մեր հրեվաններով, հավաքվեինք ու ուտի կոֆե, ժամը գիտենք, որ այդ ժամին պետք է հավաքվենք, այս մեր այս ծառերի տակին կոֆե խմենք, զբաղվենք,
ասենք, խոսենք, ծիծաղենք, ուր է, այդ ուրախությունը հմի չկա, ցավդ տանեմ։ Ամեն ինչը աշխուժեր, լավ էր, հմի տես աշխատանքի համար բոլորը սաղ յա քաղաք են, յա օտար երկրներ են գնում աշխատանքի մհար։ Հմիել արդեն, որ ամառնացել է ապրանք սառնեն տանում, ամբողջ գյուղը դատար կա։ Հա, մարդ չկա։ Այ մենակությունը դրամա բան։ Մի հատ հրեվան էլ չկա, որ կարենաս գնաս, մի կես ժամով զբաղվես։ Մի բաժակ սուրճ խմես։ Հա։ Դե բայց ոսկեհատը նստող ու սուգ հանող կանանցից չի։ Այս դատարկությունն ու ցավոտ մենակությունը լցնում է իր իսկ փորձված մեթոդով։ Շատերն են զարմացած մնում 70 անց այս կնոջ կենսախնդությամբ։ Իրականում խոսելն էլ է ավելորդ։ Նրա կանոնով գծած կանոնավոր շարքով շարած այգին ու պարտեզը ամեն ինչ ասում են բառերի փոխարեն։ Ինքը ապրելու ուրիշ ձև ու ճար պարզապես չգիտի էլ։ Նայեք իմ բաղջին, Ադի ջան, եթե իմ բաղջեն մաքուր չլի, ակուրատնի չլի, ես եթե վերևիցը իրոք նայեմ, սիրտս չի տալ, ցավդ տանեմ, իրոք ճիշտ եմ ասում։ Սորի ես ռավոդին վերեմ կացել առանց իմ անկողինը հավաքելու, բաղջեն մտել, որ եղանակը լավը չէր, որ անձրև այկես շիթիլ արացնել կրև այս հացույց կտամ։ Գյուղի կնիկը պետք է աշխատասեր էլի, քեզ ասեմ, ցավդ տանեմ։ Ամեն ինչը պետք է անի, ունենա, գյուղում ապրես ու չաշխատես, բա ոնց կարելի է, որ իրոք ես ճիշտ եմ ասում, չեմ կարար, ես նստած չեմ կարում կենամ։ Իսկ ուզած է այս լեն ու բոլ աշխարից շատ բան չէ, ընդամենը մի պատառ խաղաղություն, որ սահմանին կանգնած թորն ու բոլոր զինվորները բարով խերով տուն դառնան, իրենց հասնեն, մի լավ ու մեծ ուրախություն անեն, որ ողջ գյուղը թնդա ու բարի, ոսկեհատի սրտի ուրախությունը կիսի։ Սովորել եմ։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։